չգիտեմ, արդյոք մի 50 տարի մեզ մեզնից հետո եկածները կներեն մեզ, եթե մենք այս ընտրությունները ինչ-որ մի ձև ձախով ենք, թե չէ, որովհետև իրոք շրջադարձային են լինելու, ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետականության, այլ ընդհանրապես հայ էթնոսի այստեղ ապրելու ու իր ազատ ու արժանապատիվ ամենակարևորը ապրելու, որովհետև իոլա գնալը հələ մեզ պատկերացնելով այդ ապրել չի։ Այդ մեկ միասնական թեկնածուի լինելու, ձևավորելու հրամայականը պահանջը հանրային կա, բայց մենք չենք կարող ձևավորել այդ մեկ միասնական բլոկը, եթե այդ բլոկի ներսում մարդիկ ենթադրենք 4.5 տարի իրար սենց աչքեր են հանել, հետո վերջում ուզում են տենց ժողովրդին ապացուցեն, որ չէ, այդ տենց չի։ Տեսեք, հանունի համար գնալը շատ մեծ ոգևորեցնող ու մոտիվացնող կարա մարդկանց համար լինի, բայց ևս մեկ անգամ կրկնում, այդ դա պետք է լինի անկեղծ, դա պետք է լինի, երբ որ խոշոր բլոկների օրինակ առաջնորդները իրենց անձնական ամբիցիաները դնում են կողքի վրա, ասում են ստեղ դրված է Հայաստանի Հանրապետության հարցը ու օրինակի համար մենք պատրաստ ենք լինելու թեկուզ ամենավերջին ասենք տեղերում, բայց դնենք մեր ռեսուրսը, դնենք մեր կարողությունները, որպեսզի սա լինի։ Այս անկեղծ բանը, ոնց ասեմ, ուղերձը, եթե կարողանանք հասցնենք, այո, այդ միասնական թեկնածուի բլոկը շատ ընտիր կձևավորվի, բայց փաստացի մենք արդեն տեսնում ենք հայտարարություններ, որ ունենք խոշոր կտորներ ու ուստի այդ միասնական թեկնածուի ձևավորվելու հավանականությունը ամենայն հարգանքով, բայց հնարավոր է իրականացնել երևի թե ազգային ժողովի ընտրություններից հետո, երբ որ մենք արդեն հասկանանք, թե ազգային ժողովում ինչ կոնֆիգուրացիաներ կան, ինչպիսի ուժերի համամասնություն կա եւ այլն։